Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր եկել եմ խոսեմ մի քանի կարևոր թեմաների մասին, որը վերաբերվում է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին, ինչ եմ ցանկանում ասել։ Ուրեմն վերջին շրջանում ես ակնհայտորեն տեսնում եմ, որ ադրբեջանական մամուլը եւ Ադրբեջանում Բաքվում Տարածիորեն շատ խոսվում է խաղաղության մասին եւ ինչպես մենք գիտենք, այսօր մենք ունենք հյուրեր Ադրբեջանից Հայաստան, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ ես տեսնում եմ, որ խաղաղությունը այլևս թղթի վրա չէ, խաղաղությունը այլևս ուրեմն բառերով ասելով չէ եւ խաղաղությունը այլևս վերածվել է գործնականի եւ կա մի քանի բան, որ ես ցանկանում եմ իմ հետևորդների հետ քննարկել եւ ցանկանում եմ, որ իմ հետևորդները այդ ամենից ինձնից տեղեկանան։ Վերջին շրջանում թե իմ ադրբեջանցի ընկերները, թե հետևորդները եւ թե ուրեմն համացանցում հայտնվել էր մի կադր, որտեղ ես հիմա ձեզ կցուցադրեմ կադրը, որտեղ ուրեմն ադրբեջանական փողոցներում մեծ բաների վրա, ես մի հատ այսպես անեմ, որ դուք տեսնեք, այսպես Ադրբեջանում մեծ բաների վրա պարոն վարչապետի նկարներ Բաքվում եւ ուրեմն այս հոլովակը հայտնվել էր համացանցում եւ ինչ էր այնտեղ գրված բաների վրա նկարի տակ գրված էր հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է ընդլայնվեն։ Եվ ես հասկացա, որ այս տեսակ գովազդներ Բաքվում ամեն օր են եւ նկարներ է դրվում եւ գրվում է, թե այդ օրը ինչ է խոսել պարոն վարչապետը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ինչու եմ ցանկանում, որ սրա մասին դուք այլևս ինձնից իմանաք, որովհետեւ ես գիտեմ, որ այս փաստերը Հայաստանի Հանրապետության մուխալիֆեթը, այսինքն օպոզիցիան վերցնելու է եւ օգտագործելու է մեր դեմ, ասելով հետեւյալը. տեսեք, Նիկոլ Փաշինյանի նկարը հայտնվել է ադրբեջանական ուրեմն Բաքվում քաղաքում բանյարների վրա։ Ոչ, այս քայլով Ադրբեջանը ցանկանում է սիրելիներս իր ժողովրդին բացատրել, որ այլևս խաղաղություն է եւ ձեր համար չպետք է զարմանալի լինի այն փաստը, որ օրինակ վարչապետ Փաշինյանի կամ քաղաքական որևէ հայ գործչի նկար կարող է հայտնվել մեր գովազդային վահանակների վրա եւ դուք պետք է տեղեկացված լինեք օրվա խոսույթից, օրվա լուրից։ Իրականում, եթե նմանատիպ գովազդային վահանակի վրա դրված լիներ Իլհամ Ալիևի նկարը եւ խաղաղության օրակարգից որևէ ասույթով, ես պատկերացնում եմ Հայաստանի Հանրապետության օպոզիցիան ինչ էր անելու այդ նկարի հետ։ Էլ կռիվ էին տալու, էլ պաժար էին տալու, էլ իրանց վառելու էին, էլ չգիտեմ ինչեր էին անելու։ Գիտեք սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է մեր հարևանների քաղաքակրթության մասին եւ մեր օպոզիցիայի տգիտության մասին։ Մեր օպոզիցիայի տգիտության մասին, բայց որ մեծ բաների վրա լիներ Պուտինի նկարը օրինակի համար, տակը գրված լիներ Պուտինը հերթական անգամ Հայաստանը հրահրում է պատերազմի, Հայաստանի Հանրապետության օպոզիցիան մեծ թափով դա կտարածեր ու կասեր Պուտինը ճիշտ է, Սլավա Ռոսիա, ոնց արեցին ղարաբաղցիները, հարգելի հետևորդներ։ Եվ հետ այսու, ինչ կխոսվի խաղաղության մասին, ինչ գովազդներ կլինեն Ադրբեջանում, Թուրքիայում, ինչ խոսույթներ կշրջանառվեն խաղաղության մասին, դուք դա կտեսնեք առաջինը իմ էջում, հարգելի հետևորդներ, որովհետև ես ուղիղ 4-5 տարի է ձեզ հետ եմ եւ այդ տարիների ընթացքում ձեզ երբեք չեմ ստել եւ դուք միշտ պետք է իմանաք ճշմարտությունը, ինչ է կատարվում մեր շուրջը եւ ես կրկնում եմ, երբ որ ես տեսա այդ գովազդային վահանակը Բաքվի այդ բաների վրա, այդ հոլովակում, ես շոկի մեջ էի։ Ինչ տեսակ մարդիկ են Ադրբեջանում բնակվում, որ որևէ մեկը աղմուկ չէր բարձրացրել, թե ինչու է գովազդային վահանակի վրա Նիկոլ Փաշինյանի նկարը եւ օրվա ասույթը։ Խնդիրը կայանում է նրանում, որ մենք
այլևս պետք է հասկանանք, որ խաղաղությունը ոչ միայն խոսույթ է, այլ արդեն վերածվել է գործնականի եւ մենք ամեն օր զգալու ենք դրա ուրեմն արդյունքը։ Սիրելի հետևորդներ, եթե որևէ հարց, որևէ մի բան ձեզ կանհանգստացնի եւ կցանկանաք տեղական, ես խնդրում եմ գրեք։ Դուք գիտեք, որ դուք գրում եք, ես արձագանքում եմ, ես չեմ զլանում։ Եթե ինչ որ մի բան վերաբերվում է խաղաղությանը, կարող եք հանգիստ գրել, դուք սեր պատասխանները կստանաք։ Եվ հետ այսու խոստանում եմ, որ դուք իմ մեկնաբանությամբ կլսեք այն, ինչը Հայաստանի Հանրապետության օպոզիցիան կվերածի թիրախի, ուրեմն մեր դեմ, կվերածի թիրախի Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։ Ես ես խոստանում եմ, որ դուք ճշմարտությունը եւ առաջինը իմ էջից եք իմանալու, որպիսի աղավաղված դուք դա չտեսնեք։ Եվ ցանկանում եմ մեկ եւ վերջին անգամ տեղեկացնել իմ հետևորդներին, որ սիրելի հետևորդներ, շատ տարիներ առաջ, մոտավոր 2 տարի առաջ, այո, խոսակցություն կար, որ մենք կուսակցություն ենք բացում Ռոման Նազարյանի հետ, բայց այդ կուսակցությունը ես ոչ թե բացում էի Ռոման Բաղդասարյանի հետ, այլ Ռոման Նազարյանի հետ։ Կոմենտներ գրելուց գրեք ճիշտը, գրեք, որ Նատալիա Ալեքսանյանը Ռոման Նազարյանի հետ ուզում էր կուսակցություն բացել, որովհետև ես եւ Ռոման Բաղդասարյանը երբևիցե շատ մտերիմ չենք եղել եւ կուսակցություն բացելու միտք անգամ չենք ունեցել։ Ես Ռոման Բաղդասարյանին որպես բլոգեր, որպես ժուրնալիստ շատ սիրում հարգում եմ, բայց մենք երբևիցե կուսակցություն բացելու նպատակ չենք ունեցել։ Այո, նման խոսակցություն եղել է իմ եւ Ռոման Նազարյանի միջեւ, որը որակեցին թուրքական կուսակցություն, չնայած այնտեղ իմ անուն ազգանունն անգամ չի եղել, ես ընդամենը 2 անգամ գովազդ եմ դրել, բայց սիրելիներս, քանի որ ես խղճում եմ կոմենտ գրողներին եւ չեմ ուզում որևէ մեկը իրեն վատ դրության մեջ դնի եւ կեղծ ինֆորմացիա տարածի, ինձնից իմացեք։ Գրեք, որ Նատալիա Ալեքսանյանը ցանկացել է կուսակցություն բացել Ռոման Նազարյանի հետ եւ այդ կուսակցության շարքերում նրա անուն ազգանունը չի եղել։ Եվ իրականում այսօր այդ կուսակցությունը բացվել է եւ կրկին իմ անուն ազգանունը այնտեղ չկա եւ ես որևէ կապ չունեմ այդ կուսակցության հետ։ Ճշմարտությունը իմացեք, որ գոնե կոմենտ գրելուց ճիշտ գրեք, չխայտարակվեք։ Սա իմ փոքրիկ օգնությունը մեր օպոզիցիայի սիրահարներին այսքանը։